հրապարակատորը մեր տաղավարից անդրադառնում է կարևոր թեմաների։ Սա երևի այս տարվա մեր ամփոփիչ եթերը կլինի մինչև հաջորդ տարի եւ այսպես տարին ավարտվում է եւ հերթական կալանավորում Աշոտ Երկաթի Սիսական ջոկատի լեգենդար հրամանատարին Աշոտ Մինասյանին տարան կալանքի։ Խնդրեմ այս մասով կալանքից ընդամենը օրեր առաջ Աշոտ Մինասյանը եւս կոչ էր արել կանգնել հայ առաքելական եկեղեցու կողքին, թույլ չտալով, որպեսզի այն ոտնահող անեն։ Համեցեք։ Նայեցեք, այս կադրում 1993 թվականն է, գարունը, երբ հայկական զորքեր ազատագրեցին Քյալբաջարը եւ Աշոտ Մինասյանի հերոսական ջոկատը, Սիսական ջոկատը, ահա նայեցեք Աշոտ Մինասյանը, Ասկոլկան Մանվելը, Մարատ Պետրոսյանը եւ մնացած տղաները, Ղարաբաղի տղաները միասին դուրս եկան թունելի բերան եւ միացան Ղարաբաղի Մոնտե Մելքոնյանի ուժերին։ Ասեմ ձեզ, որ Նարիշտարի բարձունք, այդ լեգենդար բարձունքը վանքի Գանձասարի կողմից հաղթահարեցին Սիսական տղաները, հաղթահարեցին, ջախջախեցին թուրքի դիմադրությունը եւ հնարավորություն տվեցին Մոնտե Մելքոնյանին առաջ շարժվել եւ միացան թունելի մոտ։ Հենց այնպես չի, որ Բաքվում եւ Երևանում դատվում են արցախյան հերոսները, արցախյան հաղթանակած հերոսները։ Աշոտ Մինասյանը նաեւ 44-օրյա պատերազմում իր ջոկատով ակտիվ մասնակցություն ունեցավ, այդ ջոկատի կազմում նաեւ ես էի, այս կռվի օրերին ես եմ մասնակցել այդ լեգենդար հաղթական կռիվներին եւ ասեմ ձեզ, որ Աշոտ Մինասյանին դատում են սպանդը, հերոսների սպանդը, որը սկսվեց Մանվել Գրիգորյանի սպանությամբ, շարունակվում է մինչև այսօր։ Բաքվում եւ Երևանում Ալիևն ու Նիկոլը ձեռքի տված ոչնչացնում են հայ դիմադրողական ուժը, այն հերոսներին, որոնք ջախջախել են թուրքին, հաղթանակ են պարգևել հայ ժողովրդին։ Վախի մթնոլորտը, պատերազմով վախեցնելու մթնոլորտը, որ Նիկոլը 10,000 հայերի սպանելուց հետո մտցրել է հայ ժողովրդի մեջ, ոգեղեն սպանդի է ենթարկվում հենց այսօր դատական որոշումներով։ Անմիջապես 44-օրյա պարտությունից հետո սկսվեց հայոց բանակի եւ հերոսների հեղինակազրկումը։ 10,000 լքել են մարտի դաշտը, այդպիսի բան չկար, դավաճաններ են եղել, այդպիսի բան չկար։ Դավաճանը մեկն է եղել, դա Նիկոլ Փաշինյանը, ով 5 միլիարդ վերցրել է Ալիևից եւ Արցախը պարտությամբ հայ ոսկե երիտասարդների սպանությամբ տվել է թուրքին։ Եվ Աշոտ Մինասյանը այսօր բանտում է։ Ընդ որում, պոռնկաբարո դատախազությունը, որովհետև երբ ղեկավարը պոռնկաբարոյի ամբողջ կառույցը դառնում է այդպիսին, պոռնկաբարո դատախազությունը չէր հաշտվել այն մտքեր, որ 2 տարի հարգատիր էին տվել Աշոտ Մինասյանին։ Վերաքննիչ բողոքից հետո, Վճռաբեկ բողոքից հետո 2 տարի կալանավորեցին այն հերոսին, ով անպարտելի էր եղել կռվի դաշտում։ Լաչինի գրավումից առաջին Աշոտ Մինասյանը Ազոյան Հովիկի ջոկատն է մտել Լաչին, ազատագրել եւ հաղթական երգ երգել Լաչինի կենտրոնում։ Սուարասի Կորնիձորի հանճարեղ մարտական պաշտպանական մարտեր Աշոտ Երկաթն է Ազոյան Հովիկի հետ միասին ղեկավարել։ Կուբատլիի Զանգելանի ազատագրումը Աշոտ Մինասյանն է կազմակերպել։ Հորադիզի հաղթական հարձակումն ու պաշտպանությունը Աշոտ Մինասյանն է կազմակերպել։ Մարտակերտում, երբ հայերը անդադ նահանջում էին եւ պարտվում էին, Մինասյան Աշոտը, Ազոյան Հովիկը, Սեյրան Օհանյանը կարողացան կանգնեցնել թուրքին Սևանի, Սիսյանի եւ Սպիտակի ջոկատների հետ միասին։ Իհարկե Ղարաբաղի ուժերի համատեղ գործողությունների շնորհիվ։ Եվ Աշոտ Մինասյանը Քյալբաջարի հաղթական օպերացիայում եւ Մոնտե Մելքոնյանը 11 օր չէր կարողանում ճեղքել թուրքի պաշտպանությունը, Աշոտ Մինասյանը կարողացավ թևային հարվածով դուրս գալ թուրքի թիկուկ, խուճապ առաջացնել եւ Մոնտե Մելքոնյանին հնարավորություն տվեց մտնելու Քյալբաջարը եւ միացան թունելում։ Ահա այդ հերոսին են դատել։ Հայ ժողովուրդ,
Դու ինչքան ողորմելի եւ ոչնչություն ես, որ մի շիզոֆրենիկ, անմեղսունակ, պարանոիդ շիզոֆրենիկ քո հերոսներին դատում է ու դու լռում ես։ Կրավորական կեցվածք ես ընդունել եւ դու լռում ես։ Հերոսը բանտում է։ Հերոսը բանտարկված չէ։ Դու ես բանտարկված եւ ենթակա սպանդի։ Նիկոլը կատարում է իր տիրոջ Ալիևի ցանկությունը։ Ես ուզում եմ երկրորդ կադրը ցույց տալ։ Մարիամ Կարող եմ։ Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ։ Սատարում եմ հայ առաքելական եկեղեցու, իմ վեհափառին, Գարեգին երկրորդ կաթողիկոսին, սատարում եմ իմ բանտում գտնվող բոլոր քաղաքական եւ ռազմական ընկերներին, որոնք այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում եւ հայկական Հայաստանի բանտերում։ Դա նույնն է ինչ ադրբեջանական Հայաստանի բանտերը երկուսի նպատակն նույնն է, դրա համար բանտարկվել են իմ զինակից եւ քաղաքական բոլոր ընկերներին։ Աշոտ երկաթին իհարկե պետք է Նիկոլի նման ոչնչությունը եւ նիկոլական ամբարո դատախազությունն ու քնչականը ես պատասխան եմ տալիս ամեն մի բառս համար։ Քննիչներ, դուք ամբարո եք, դատախազներ, դուք պոռնկածին եք։ Հերոսներ դատելով, մի փոլ լապ աշխատավարձ ձեզ ապահովելով, դուք դրանով ոչինչ եք։ Հասկանում եք։ Դուք պաշտոնական դիրքի չարաշահում, պետական պաշտոնական հանցագործություններ եք թույլ տալիս։ Եվ եթե ձեզ թվում է, որ ձեզ ներելու են, ոչ ոք ձեզ չի ներելու։ Ոչ ոք։ Հասկանում եք։ Մի անգրագետ ոչնչություն, ով ոչինչ չի հասկանում, ոչ պատմությունից, ոչինչից ոչինչ չի հասկանում եւ միայն իր տերերի միջոցով կարող է ուզուրպացնել, դիկտատուրա ստեղծել։ Եվ այդ դիկտատուրայի գործիքները դուք եք ստեղծել եւ հիշեք 250 դատախազ ու դատավոր է դատվել ու հեռացվել պաշտոնից 500-ի չափ քննիչներ են հեռացվել ու դատվել դուք ինչպես բոլոր падգամավորները այսօրվա падգամավորները չի ես սև գործը կատարեցին Հայաստանի պետականություն ինքնիշխանություն տրեցին թուրքի ոտքերի տակ Նիկոլի բոլոր հրամանները կատարեցին ոչ ոք ընդգրկված չէ ցուցակում որովհետև ինչպես Շիլերն է ասել մավրը իր գործը կատարեց մավրը կարող է հեռանալ դուք մավրեր եք դուք դավաճաններ եք եւ արտացող ժողովուրդը ձեզնից հաշիվ է պահանջելու ես ուզում եմ ցույց տալ հայ ժողովուրդ որ այս դեգեներատ անմեղսունակ անգրագետ տականքը իր հանցագործությունը իրականացնելու համար պարզապես հիմար հաչում է տեսեք երեք ինքը ասում է որ հայոց բոլոր կաթողիկոսներին նշանակել են թուրքերը Հայաստանի կաթողիկոսությունը սկսվել է 4-րդ դարից Թուրքերը Հայաստանին վերահսկողություն են սահմանել Հայաստանի վրա 1639 թվականին Բաղդադի պայմանագրով Իրանի եւ Պարսկաստանի ընդ որում արևմտյան Հայաստանի նկատմամբ սահմանն անցել է Ախուրյան եւ Արաքս գետերով Ինչպես են նրանք բոլոր կաթողիկոսներին նշանակել թուրքերը Երբ Հայաստանում Կաթողիկոսություն եղել է Իրանի Հանրապետության Պարսկաստանի գերիշխանության ներքո ընդ որում պարսկական ոչ մի շահ չի միջամտել կաթողիկոսի ընտրությանը երբեք չի միջամտել Պարսիկները անգամ Նադիր շահը որը եղել է Հայաստանում եւ հայերի գաղթն է կազմակերպել Նադիր շահը խոնարհվել է իջմիացնում կաթողիկոսի առաջ Խորհրդակցել են նրա հետ Մովսես կաթողիկոսը որը
Մովսես կաթողիկոսը եղել այդպիսի մի տականք, որ 300 թումանով Էջմիածնի կաթողիկոսությունը դրել է վարկի տակ շահական արքունիքում, անգամ շահը այդ ամբարո կաթողիկոսին, որը փախել է, գնացել է Եվրոպա եւ այնտեղ սատկել է, անգամ այդ կաթողիկոսին ինքը գանկեց իրավունք չի ունեցել անել, բողոքել է Խոտանանցի, Սյունեցի կաթողիկոսին, որը հետագայում կաթողիկոս դարձավ, խնդրել է, որպեսզի կաթողիկոսական գահը ինքը համաձայնվի, ընտրվի, ինքը չի նշանակել։ Խնդրել է, որպեսզի համաձայնվի, որպեսզի ժողովուրդը եւ եպիսկոպոսած ժողովը իրեն ընտրի, բայց չի միջամտել։ Դու այնքան անգրագետ ես, Նիկոլ, այնքան ոչնչություն, որ չես հասկանում, որ Կիլիկիո կաթողիկոսությունը եղել է Թուրքիայի Օսմանյան կայսրության ներքո, բայց Օսմանյան կայսրության հատուկ Մեհմեդ II-ի կոնդակով եղել է ինքնավար։ Երբ Մեհմեդ II 1453 թվականին գրավեց Կոնստանդնոպոլիսը, 3 օր հետո հավաքեց բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ բոլորին հռչակեց ինք ներքին ինքնավարություն Օսմանյան կայսրության մեջ։ Այդ կոնդակը մինչև այսօր պահվում է Ստամբուլի թանգարանում։ Եվ հրեաները, եւ հույները, եւ հայ կաթոլիկներն ու հայ ուղղափառները, այն ժամանակ հայ կաթոլիկներն ներեցեք չկային, հայ հունական եւ հայ ուղղափառ եկեղեցիները ստացան ներքին ինքնավարություն։ Պատրիարքին սուլթանը երբեք չի ընտրել։ Պատրիարքին ընտրել է հայ ինքնավար մարմինը, որից հետո պատրիարքը ներկայացել է սուլթանին ստանալու համար կոնդակը։ Եվ որպես օրինաչափություն կոնդակը տրվել է մեխանիկորեն հարգելով հայ համայնքի ընտրությունը։ Կիլիկիո կաթողիկոսները միայն ստացել են, ընտրվելուց հետո ստացել են Էջմիածնի կաթողիկոսանի օրհնությունը։ Անգամ չեն ներկայացել եւ կոնդակ չեն ստացել սուլթանից, պարզապես կաթողիկոսական նամակով սուլթանի բարձր դռանը կառավարության ներկայացրել են նոր ընտրված կաթողիկոսին։ Ի գիտություն։ Այդպիսի հսկայական ինքնավարություն է ունեցել հայ եկեղեցին Օսմանյան կայսրությունում։ Եվ անգրագետ ոչնչություն, ինչպես կարող են թուրքերը կամ իրանցիները այդպիսի բան անել, ինչպես դու ասում ես թուրքերն են ընտրել։ Եվ Թուրքիայի սահմաններում չի եղել Էջմիածինը։ Դա բացարձակ սուտ է։ Եվ ժողովրդին խաբելու, այ հիմա, դու ճիշտ ես, որ Էրդողանը հրամայել է, որպեսզի ինքը նշանակի հայոց կաթողիկոսին։ Այ հիմա դու հասցրել ես հայ ժողովրդին ոչնչացման այնպիսի մի աստիճան, որ անգամ կաթողիկոսին ընտրում է, քեզ ընտրել են թուրքերը 5 միլիարդով եւ 211 միլիոն դոլար, ինչու ես դու ստացել 218 թվականի հունիսին Ադրբեջանի կենտրոնական բանկից։ Ուր են այդ փողերը։ Ինչու ես դու ստացել, երբ Ալիևը դրանից անմիջապես հետո հայտարարեց, որ իրենք մասնակցություն են ունեցել հեղափոխության, այսինքն քեզ իշխանության բերելուն, թուրքերը մասնակցություն, թուրքերն են քեզ բերել իշխանության։ Էրդողանն նույնը հայտարարել, երբ բացահայտվեց, որ Բուխարեստից 1.5 միլիարդ դոլար փող է փոխանցվել Հայաստանում հեղափոխություն անելու հետո, եւ չգիտես ինչու 1.5 միլիարդ փող այդ օֆշորից տեղափոխվել է Բուխարեստի նույն հաշվին, որով Հայաստանի Հանրապետությունը հեղափոխություն է կատարվել։ Անգրագետ ոչնչություն։ Դու օրենք ես ընդունում, այսինքն կառավարության որոշում ես ընդունում հողահատկացումները եկեղեցու դադարեցնել եւ շողակատ հեռուստաընկերությունը փակում ես։ Չակերտավոր իրավապաշտպան սորոսական վիժվածքներ։ Ես նրանք, ովքեր Սորոսից փող ստացան եւ Հայաստանը հասցրեցին գործառնման, ես մեկ բառով եմ ասում՝ սորոսական վիժվածքներ, փողամոլ ստահակներ, սաքհունսներ եւ մնացած վիժվածքներ։ Շողակատը փակել են։ Մամուլի միջոց են փակել։ Տարբեր տեսակի տահաճ,
անինքնասեր ոչնչություն դեսպաններ եվրոպական։ Շողակաթը փակել են, հերոստանգերություն են փակել։ Ուր է ձեր ճղղոցը խոզական։ Ուր է։ Հերոսներ են բանտարկվում, ուր է ձեր ճղղոցը խոզական։ Եվրոպական, այսպես կոչված չակերտավոր ազատամիտ ոչնչություններ։ Ուր է։ Ես ուզում եմ այդ անգրագետ ոչնչությանը Նիկոլ կոչված շիզոֆրենիկ անմեղսունակին ասել գնա կարդա Գրիգոր Գրիգորյանի Տաթևի կալվածատիրական հողատիրությունը գիրքը, ֆունդամենտալ աշխատություն է։ Եվ դու կտեսնես, որ ոչ մի թուրք-թաթարական բյուզանդական իշխանության ժամանակ հայոց եկեղեցու հողատիրական իրավունքները ոչ ոք չի վիճարկել, չի նեղացրել։ Եվ ընդհակառակը հայ իշխանները, որպեսի եկեղեցին միակ կառույցն էր, որը հայ ժողովրդին պահում էր հայկական, նրանք հողեր են տվել, որպեսզի եկեղեցին տնտեսապես հզոր լինի, կարողանա սերունդ կրթել, դաստիարակել եւ հային հայ պահել։ Հենց միայն նա համար, որ դու ուզում ես եկեղեցին չլինի, հայը հայ չմնա, դու զրկում ես հողատիրական իրավունքից հայոց եկեղեցուն։ Փաշազադեն Ղազիների ժողովում ասել է, որ մենք վերադառնանք արևմտյան Ադրբեջան, հայոց եկեղեցին այն միայն ուժն է, որ կարող է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պայքարել եւ թույլ չտալ մեզ ամբողջովին տիրել մեր պատմական հայրենիքին։ Հենց միայն դրա համար ժողովուրդ, ես ուզում եմ, որպեսզի այդ գաղափարական շղթան դուք ճիշտ հասկանաք։ Հայտարարել են, որ Հայաստանի եկեղեցի միակ ուժն է հային հայ պահելու համար եւ Նիկոլը հարձակվել է Հայաստանի վրա։ Հայոց եկեղեցին իր տնտեսական հզորությամբ կարող է գործել եւ Նիկոլը հարձակվել է եկեղեցու տնտեսական ինքնիշխանության եւ ինքնավարության վրա։ Հասկանում եք։ Երկիրը թալանած 8 միլիարդ, արդեն 9 միլիարդ պարտքի տակ դրած բյուջեն իր կանոջ հետ, իր շրջապատի հետ թալանած նիկոլական թուրքահպատակ թուրքական ապրանքների թալանածը մոմի 5 կոպեկ հարկի մասին է մտած։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Ամեն մոմից 12 դրամ հարկ է ուզում։ Նիկոլը։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։ 12 դրամ հարկ ամեն մոմից, որպեսի Աննան զվռնի, որպեսի նիկոլականները Փարիզներում եւ Դուբայներում զվռնեն, պալատներ կառուցեն, որպեսի 17 միլիոնանոց պալատ կառուցի Կանադայում Նիկոլը, որպեսի իր ենթականները վերևից ներքև Իսպանիայում, Ֆրանսիայում տներ կառուցեն, Ֆրանսիայում միայն նիկոլական բարձրաստիճան պաշտոնյաները 2025 թվականին 4 շքեղ տուն են գնել։ Իսպանիայում 12, Արաբական Էմիրատներում մինչև 2 միլիարդ դոլար Հայաստանից փող է փոխանցվել մասնավոր հաշիվների վրա։ Հայաստանի Հանրապետությունից 25 թվականին օֆշոր 3 միլիարդ դրամ փող է փոխանցվել։ Օֆշոր որից 1.5 միլիարդը մասնավոր անձանց կողմից, ոչ կազմակերպությունների կողմից։ Ահա թալանը։ Կոռուպցիոն հանձնաժողովի նիստ է կատարում Նիկոլ։ Այդ նիստի ժամանակ քո պալատների մասի խոսք գնաց։ Պաշտպանության նախարարի պալատների մասի խոսք գնաց։ Դատախազի շքեղ կյանքի եւ ծախսերի մասի խոսք գնաց։ Արդարադատության նախարարը, որ $200,000 իր համար փող չէ, հարց գնաց, թե ինչի է կառնում։ Մի հատ անտրուսիկ խոսք կա, որ 40-50 միլիոն դրամ միայն հայտարարություն է ներկայացրել այն ժամանակ, որ 18 թվականին, 18 թվականին մոր թոշակով էր ապրում։ Հարցս տվել է, որտեղից այդպիսի կյանքը ձեզ, որ ամսական միլիոններ եք ծախսում ձեզ շքեղ
կենցաղի եւ կեցության վրա, հանկարծ այդքան էլ հետ եք գցում։ Այնքան բաներ կա։ Դուք չեք պատկերացնում։ Թոշակարան 10,000 դրամ այդ անմեղ սունակ Նիկոլը չտվեց հայտարարելով, որ թոշակարն այնքան հիմար է, որ 10,400 դրամ արդյունավետ չի կարող օգտագործել։ Նա ուղղակի ասեց, որ հիմար է եւ արդյունավետ չի կարող օգտագործել։ 610,000 հայի, ովքեր անցել են ուղի, ովքեր կերտել են պետություն, պետականություն, տնտեսություն, երկիր, պաշտպանել են արդարությունը եւ իրավական համակարգից շատ թոշակառուներ կան։ Նրանք այնքան հիմար են, որ 10,000 դրամ, բայց մոտավորապես 2 միլիարդ, 5 միլիարդ ներեցեք, 2 միլիարդ դրամ դեկտեմբերի վերջին պետական պաշտոնյաներ, որոնք հիմնականում ԿՊ-ականներ են, ուժային կառույցների ներկայացուցիչների падգամավորներ, որոնք հիմնականում ԿՊ-ականներ են, 2 միլիարդ 500 միլիոն ներեցեք, 2 միլիարդ 500 միլիոն պարգևավճար է տալիս։ 2 միլիարդ 500 միլիոն։ Հասկանում եք դա ինչ է։ Եվ եթե 2 միլիարդ 500 միլիոնը, ովքեր այդ ստացողները, որոնք միլիոններ են աշխատավարձ են ստանում, բաժանես 610-ի, ապա յուրաքանչյուրին մոտավորապես 50,000 օգնություն կլներ թոշակառուներին։ Այս տարի, եթե թոշակառուների համար 150 միլիարդ է պետք, որպեսզի 10,000-ով, ներեցեք 20,000-ով ավելանա թոշակառուները, միայն այս տարի 120 միլիարդ դրամ պարգևավճար է բաժանվել Հայաստանի Հանրապետության ԿՊ-ական պաշտոնյաներին։ Հասկանում եք։ 110 միլիարդ դրամ, այսինքն կարելի է թոշակները 20,000-ով բարձրացնել։ Պարգևավճար չտալու հաշվին։ Այն դեպքում եւ այդ պարգևավճար ստացողները միլիոններ են ստանում, իրենց աշխատավարձը սկսում է միլիոնից։ Զարմանում եք։ Եվ երբ որևէ թոշակառու ասում է Նիկոլի ժամանակ լավ է, ես հասկանում եմ, որ այդ Նիկոլի ասած, որ հիմար եք թոշակառու, դուք չեք այդ տիպին է վերաբերում, որտեղ են ազնիվ թոշակառուներ, ովքեր ամենավերջի ձևով վիրավորում են Նիկոլի արտահայտությունը, նրանց ցույց չեն տալիս։ Ստերը մանիպուլյացիաների այն աստիճան են հասել, որ արդեն զզվելի է դարձել։ Ազգային անվտանգության ծառայությանը նամակ է գրում Նիկոլական կայքը, որը վերջերս է բացվել եւ Նիկոլին է պրոպագանդում։ Չէ, ասում են մենք գրեցինք ազգային ժողովը ներկայացրեց, որ Եզրահ կաթողիկոսը եղել է գործակալ։ Եվ ցույց է տալիս հայատար ստորագրությամբ սև թղթի վրա գրված ինչ-որ մի բան։ Ես վերցնում եմ հրապարակված մի նյութ, թե ինչպես են գործակալներին հավաքագրել։ 1983 թվականի ԿԳԲ-ի պետի հրամանագրով բոլոր գործակալական ցանցը ռուսերեն պետք է լիներ։ Եվ հատուկ ձև է մշակվել, բլանկ, թե ինչ ձևով պետք է գործակալը հավաքագրվի։ Եվ այդ բլանկը ռուսալեզու է եղել, հստակ նշված է եղել այն վանդակները եւ այն պահանջները, որոնք կան։ Եվ եթե նիկոլական աղբ լրատվամիջոցը, որը նիկոլական փողերով է գործում, մի ամբողջ եպիսկոպոսի հռչակում է գործակալ, եթե վերջում պարզվեց, որ ԱԱՑ-ն է դա այդ նման ինֆորմացիա տվել, ԱԱՑ-ն քրեական գործով պատասխան է տալու։ Եթե պարզվեց, որ ԱԱՑ-ն նման բան չի տվել, այդ լրատվամիջոցը իր 8 աշխատողներով, այդ երիտասարդ աշխատողներով, ում 1 միլիոն դրամ կանխիկ փող են տալիս, դուք պատասխան եք տալու։ Այդ 1 միլիոնները, որ ձեզ չեն օգնելու, որովհետև դուք ամբարոն նիկոլական աղբ եք։ Ես վերջերս նաև իրավաբանական համալսարանում
լսեցի գլխավոր դատախազ այդ հեղինակազրկված անձի ելույթը, որ ասում է մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, դրա համար մեզ հեղինակազրկում են, այսինքն այն, որ ինքը մարդ է ուղարկում իր կատարածները բացահայտողի դեմ, դա հանցագործություն չէ, այն, որ ինքը ըստ այդ հայտարարության նորմալ վարք ու բարք չունի, դա հանցագործություն չէ, այն, որ Հայաստանում թալանը եւ իրավական համակարգի ճնշումները դարձել են տիեզերական մասշտաբի զզվանք հարուցող, դա իր համար չէ, այն որ Նիկոլը եւ Աննան թալանում են երկիրը, այն որ նիկոլական օլիգարխները թալանում են երկիրը, այն որ մարդկանց սեփականազրկում են Աննայի հրամանով ու թութուների պատմությունը, սեփականազրկում են Աննայի հրամանով մարդկանց ու թութ են բացում մարդկանց տքնաջան աշխատանք, դա իր համար ոչինչ է։ Դուք ոչ մի կոռուպցիա չեք բացահայտել։ Դուք չեք բացահայտել, թե ուր է գնում Քաջանի կոմբինատի 12-22% եկամուտը, օֆշորի որ հաշվին։ Դուք չեք բացահայտում ուր է կենսաթոշակային ֆոնդի 2.5 միլիարդ դոլարը։ Դուք չեք բացահայտել ինչպես է Նիկոլը 17 միլիոն դոլարանոց տուն գնել։ Դուք չեք բացահայտել Վիվարոների 3-ից 4 միլիարդ դոլարի օֆշոր տեղափոխվող հսկայական գումարը, որի համար պետությանը չի վճարվել 2 միլիարդ դոլար հարկ։ Դուք դեմ չեք բացահայտում։ Դուք չեք բացահայտում ինչպես օրինակ Արսեն Թորոսյանը 5 միլիոն դոլարանոց մոտավորապես ինչպես մի քանի տարի առաջ իրեն հարց տվեցին, ինքը չպատասխանեց, այդ ձկնաբուծարանը ինչպես է նա կառուցել։ Ուր է գնացել Արսեն Թորոսյանի կողմից ղեկավարված կառույցում 800 միլիոն դոլարի օգնությունները կորոնավիրուսի ժամանակ։ Ուր են գնացել թեստերից ստացված մոտավորապես 600-700 միլիոն դոլար փողը։ Ում հաշվին է գնացել, ինչու հարկեր չեն վճարվել։ Ուր է Հայաստանի Հանրապետության 9 միլիարդ դոլարի պարտքի փողերը, երբ Հայաստանում ոչ մի ներդրում չի կատարվել։ 2025 թվականին 150 միլիոնի շինարարություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, միայն բարեկարգվող շինարարություն, որի 70-ից 60-70%-ը դա օտարերկրյա պետությունների կողմից օգնությունն է։ Մի 50-60 միլիոն դոլարը Հայաստանի Հանրապետությունի բյուջեից է։ Հասկանում եք։ Դուք կոռուպցիայից ես խոսում։ Գոնե ամաչիր, եթե քեզ թվում է, որ ես կներեմ դատախազության վայրագությունները իմ սուրբ եպիսկոպոսների, իմ մարտական ընկերոջի, մարտական հրամանատարի հանդեպ, դուք սխալվում եք, դուք պատասխան եք տալու, վաղ թե ուշ պատասխան եք տալու և ինչքան ուշ եղավ, այնքան ձեր հանցագործությունները ավելի շատ են լինելու, առերևույթ հանցագործությունները ավելի շատ են լինելու, այնքան դուք ավելի դաժան պատասխան եք ստանալու։ Միևնույն է Նիկոլը ձեզ ոչ մեկի չի պահելու, օգտագործելու եւ դեն եք նետելու, ինչպես Սուքիասյանին։ Սուքիասյան գլխիդ բան է թափվել սպիտակ գույնի, մաքրի։ Գիտես, թուրքական նավթամուղը երկու տեղ պայթել է։ Ցույց տվեցին կադրերը, մեկը Թուրքիայի տարածքում, մեկը Ադրբեջանի տարածքում պայթել է։ Գիտեք ինչու է պայթել։ Մասնագետները դեռևս 1 տարի առաջ հայտարարեցին, որ թուրքական նավթի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք քայքայում են ցանկացած մետաղ։ Եվ դրանք մեծ վնաս են պարունակում նավթամուղների համար։ Ես շարունակում եմ, Մարիամ ջան։ Եվ այդ նավթամուղերը եւ ներկայացրեցին Եվրոպան հրաժարվեց այդ նավթից, որովհետև եվրոպական նավթի վերամշակման գործարանները հայտարարեցին, որ եթե իրենք օգտագործեն այդ նավթը, իրենց տեխնիկական մաշվածության եւ վնասները ավելի մեծ կլինեն, քան նավթից ստացված եկամուտները։ Հիմա Գրզոյի եւ Լֆիկ Սամոյի ազգականները Շիշա Word Սպան Մկրտչյան Լֆիկի բագը եւ մեկը Trade Խաչատուրսյանի Սուքիասյանի կազմակերպությունը բերել են եւ ասում են
430 դրամով է լինելու այդ բենզինը։ Ստում եք տականքներ։ Դուք տեսել եք որևէ տեղ 430 դրամանոց բենզին։ Ես պատտվել եմ 12 բենզալցկակային ոչ մի տեղ այդպիսի բան չկա։ Խառնում են ռուսական եւ իրանական բենզինին եւ վաճառում են նույն գնով։ Այն դեպքում, որ շատ շուտով տեխնիկական հսկայական վնասներ է կրելու հայ ավտոտերը։ Տեխնիկական, որպեսի լֆիկն ու գրզոն ավելի հարստանան։ Զոնտիկ բռնողը եւ գլխին չմաքրվող բան թափածը։ Իմիջիայլոց բանը Հարիսյան, դուք Գյացում ծանոթ եք Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիները ֆիլմ են պատրաստել եւ այնտեղ նաեւ կա Սամվել Բաբայանի խոսքը եւ դա հայտարարություն համոք է։ Ինչ ունեք ասել այս մասով։ Գիտեք, երբ հարցին ես լրիվ ամբողջությամբ չեմ տիրապետում, որովհետև դա իրավական հարթության հարց է, շատ խորի, ես կարող եմ իմ արտահայտությունները նաև վնասեմ Ռուբեն Վարդանյանին, ես միայն կասեմ մի բան։ Ադրբեջանցիների պատրաստած խոսում է մասին, Ռուբեն Վարդանյանն ասում է եկել է արցախցիների համար իբր ֆոնդեր էր բացել, բայց այդ ամեն ինչը գրպանում էին փողերը, դուք հասկանում եք ինչ է խոսում թշնամու համար։ Դե գիտեք ինչ, Սամվել Բաբայանը կամանդուշի հերոսը դարձել է ծիծաղելի ոչնչություն, նիկոլական ծաղրածուի ձեռնասուն ծաղրածուն, այսինքն Սամվել Բաբայանը, որը հերոս էր, այսօր դարձել է ծաղրածուի ծաղրածու։ Ես Սամվել Բաբայանի ոչ մի ասացի վրա չեմ զարմանում, ես զարմանում եմ միայն, թե ինչպես մարդը կարող է այդքան մեծից դառնալ այդքան ծիծաղելի։ Իսկ Ռուբեն Վարդանյանը մեր ազգային հերոսն է, մեր ազգային բարերարն է։ Ռուբեն Վարդանյանը մեր ազգային հպարտությունն է։ Եվ Ռուբեն Վարդանյանը, եթե անգամ կյանքը ինքը կարիք չուներ, պետք չուներ գնար Արցախ, ինքը կարող էր վայելեր։ Սամվել Կարապետյանը պետք եւ կարիք չուներ գար Հայաստանի համար պայքարելու։ Հասկանում եք։ Նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց բարեկեցիկ միլիարդատիրոջ կյանքը փոխեցին ազգի համար պայքարողի կյանքի հետ։ Այդ դրանով իրենք հերոս են։ Իսկ անմեղսունակ, պարանոիկ, անգրագետ, մանիպուլյատոր, ստախոս Նիկոլը այս ազգի չարիքն է, թուրքական փողերով, թուրքական հնարավորություններով, հային կործանող ոչնչություն է։ Եվ եթե որևէ մի հայ այդ բանը չի հասկանում, նա արժանի է 15 թվականի կոտորածով սատկելուն։ Իսկ ովքեր հասկանում են, պետք է պայքարեն։ Գիտեք, ես ասեմ ձեզ ուր էլ գնա, միևնույն է դու Նիկոլ ուր էլ գնա դու սատանայի ճուտ ես, դու հայ եկեղեցու հետ ոչինչ չունես, դու սրիկա ես, թուրքերի հրամանակատարող եկեղեցին ոչնչացնող սրիկա ես։ Դու պարզապես գիտես էլի, որ Արցախը տվեցիր խաղաղություն, ասեցի ժողովուրդը հավատաց եւ հիմա հավատացողներ կան դեռ։ Հիմա էլ ասում ես ես եկեղեցու հետևորդ եմ, որպես եկեղեցին քանդես։ Արցախը Հայաստանը եւ վերջ ասելով Արցախը Ադրբեջանի եւ վերջ ավարտեցիր, քո ստերին բոլորն են ծանոթ։ Ոչ ոք չի հավատում։ Կաթողիկոսը եթե անգամ բանտում լինի, նա կաթողիկոս է։ Գարեգին, օծյալ, սուրբ կաթողիկոս, անգամ թուրքն ու թաթարը հայ եկեղեցու դեմ այդքան թշնամությամբ, ատելությամբ եւ գրեհկությամբ չեն վերաբերվել, ինչքան անկախ Հայաստանում այսօր եկեղեցու դեմ հանդեպ նիկոլական տականքներն են։ Հայ միջալոց ասեմ, այն մեկը կարե որ գոռում էր, բանը հարբած գոռում էր։ Դու գիտեք ինչ է պատահել այդ տականքի երեխան մահամերձ է այսօր։ Դուք պատկերացնում եք Աստծու պատիժը չի ուշանում։ Աստծու պատիժը չի ուշանալու։ Ով հայ ժողովուրդ, ոտքի կանգնիր։ Քեզ
քեզ կարող ես փրկել միայն դու։ Հիշիր Չարենցյան հանճարեղ խոսքերը, ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության ու պայքարի մեջ է։ Նիկոլ Փաշինյանը զրկել է քեզ պայքարի ոգուց, խառնել է հասարակությանը այն աստիճան, որ միասնությունը դարձել է երկու անուղեղների եւ ազգային ուժերի մահու կռվի հանուն իր իշխանության։